Պարոն Կարապետյան, խնդրում ենք մոտենաք բարև ձեզ։ Ես ասել հարց չեք ունենա։ Ունենք այսօրվա թեման Ծառուկյանի կալանքի միջնորդությունն է, պարոն Կարապետյան։ Իվական եկեք մի քիչ առաջ։ Հողին կանգնենք, չէ՞։ ՀՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ձեր կարծիք է ընդհանուր պրոցեսների ընդդիմության լիդերների նկատմամբ քրեական հետապնդումների եւ կարծես թե Փաշինյանի խոսքերը կատարվում են, պարոն Կարապետյան։ Ապօրինությունները շարունակվում են։ Սակին դանդում մեր երկրի ներդրումային այսպես հեղինակությունը, այս այն ամենը ինչ կատարվում է Ծառուկյանի հետ օրինակ այս օրերին։ Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ գան։ Դա առույցներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով, չուճելները չհասկացա խիթարա։ Նախատեսվում է միասնական հանդիպում, հարց է տալիս, հնարավոր է, որ փողոցային պայքար։ Ասել եմ, փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ եւ վերջնական։ Պարոն Կարապետյան, վերջին դատական նիստին կրկին այդ հայրից հայտարարեցիք, որ եթե Սահմանադրական դատարանում պարոն Վարդևանյանը, այսպես ասած, ձեր խոսքերն են մեջբերում, գաստա դուք վարչապետ կդառնաք, ինչ խանգարեց պարոն Վարդևանյանը։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապարոժեց էր կանգնած։ Ոչ մի գազ չվերցրեց։ Կարապետյան հայտարարել եք, որ ընդդիմությունը միասնական մարմին ձևավորելու մտադրություն ունի, երբ այդ մարմնի գործունեությունը կմեկնարկի։ Դե բայց դուք տեսաք արդեն հիմնական ուժերով մենք հայտարարությունը արեցինք։ Դրանից հետո հեսա կլինեն այլ ուժերի արձագանքներ, արդեն ունենք արձագանքներ, երբ կհամարենք արդեն հարմար, դա կձևավորվի։ Հանդիպում ունեցել եք ձեր այն անդամների հետ, ովքեր ազգային ժողովում պետք է աշխատեն եւ ինչ Այո, հանդիպում ունեցել եմ։ Հունիսի 18-ին ձեր վերջին հարցազրույցի ժամանակ ասել եք, հայտարարել եք այս համախմբված ընդդիմության մասին ու կոնկրետ, որ պետք է համակարգող խորհուրդ ստեղծեք, ուղիղ եթերներով ժողովրդի հետ այսպես կապի մեջ դուրս գաք եւ այլն, բայց այս քայլերից կարծես թե դեռ ոչ ոք չի իրականացվել։ Ուզում եմ հասկանալ, ինչա նախատեսում անել, ինչու ուղղեցիք ԱԺ-ն։ Այդպես չի, մենք քայլ-քայլ հիմա արեցինք 5 ամենանդիմադիր ուժերով հայտարարությունը, դրանից հետո հաջորդ քայլերը կլինեն։ Ես ձեզ ասել եմ, մենք հերթով քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ Ինչու ընտրեցիք ԱԺ-ն, կներեք, խնդրում ավելի պարզաբանել ու ինձ հետաքրքրում է նաև արդյոք մանդատներ